Ժնևում կայացել է Ռուսաստանի, Ուկրաինայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հերթական փուլը։ Ռուսական ԶԼՄ-ների տվյալներով քննարկումները տևել են 4.5 ժամ։ Նշվում է, որ քննարկվել են մեծ թեմաներ և մեծ փոխզիջումներ, և որ եվրոպացիները անմիջականորեն ներկա չեն եղել բանակցային սենյակում։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտնել է, որ Ժնևում Իրանը և Միացյալ Նահանգները փոխըմբռնման են հասել մի շարք հարցերի շուրջ, որոնք կարող են ներառվել Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի վերաբերյալ ապագա համաձայնագրի նախագծում։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Երուսաղեմում Ամերիկայի հրեական խոշոր կազմակերպությունների նախագահների համաժողովում հայտարարել է, որ որոշ շրջանակներում Թուրքիան գնահատվում է որպես Իրանից ավելի վտանգավոր հակառակորդ։ Նա միաժամանակ կոչ է արել աշխարհասփյուռ հրեական համայնքներին ակտիվորեն ներգրավվել պայքարի մեջ ոչ միայն ռազմական, այլև տեղեկատվական և թվային հարթակներում։ Հրապարակվել են Հորմուզի նեղուցում Իրանի ռազմածովային ուժերի անցկացրած զորավարժությունների կադրերը։ Բելարուսի նախագահ Լուկաշենկոն հայտարարել է, որ արտասահմանում գտնվող Բելարուս ընդդիմադիրների կեսը Հանրապետության պետական անվտանգության կոմիտեի գործակալ է։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հնդկաստանում հայտարարել է, որ Ֆրանսիան հնարավոր է չափազանց անձիջում է եղել հնդիկ ուսանողներին վիզա տրամադրելու հարցում։ Նա հավելել է, որ կանեն ամեն բան, որպեսզի ապագայում այդ գործընթացը հեշտացվի։ Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոլորադո նահանգում մոտ 30 մեքենաների մասնակցությամբ վթար է տեղի ունեցել։ Նախնական տվյալներով զոհվել է 4 մարդ, վիրավորվել 29։ Միացյալ Նահանգների Տեխաս և Օքլահոմա նահանգներում մոլեգնում են լայնածավալ անտառային հրդեհներ։ Իլոն Մասկը Netflix-ին առաջարկել է նկարահանել սերիալ, որտեղ նա կներկայացվի որպես սևամորթ տղամարդ։ Խնդրում եմ դա իրականություն դարձրեք, դա հրաշալի կլինի, գրել է նա։ Հոնկոնգի օդանավակայանում ուղևորը սկսել է ջարդուփշուր անել ինքնագրանցման կետերը։ Անահիտ Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։